Բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Ռեգենսբուրգի Լայբնիցի անվան Արևելյան եւ Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Արթուր Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, ձեր հետազոտությունների կենտրոնում, ինչպես գիտեմ, միջազգային իրավունքն է եւ հետաքրքիր է ժամանակակից աշխարհում որն է միջազգային իրավունքի կշիռը եւ ազդեցությունը հաշվի առնելով, որ ներկայիս աշխարհում տարբեր տեղերում ենք տեսնում ենք կամ հակամարտություններ երկրների միջև կամ հումանիտար ճգնաժամեր, որոնք եւս այդ հակամարտությունների հետևանքով են առաջացել։ Սա շատ հետաքրքիր հարց է եւ ունի իր պատմագիտական ավելի շատ պատասխանը։ Օրինակ, անգլիացի գիտնական Ջոն Օսթինը կարծում էր, որ միջազգային իրավունքը ոչ այլ ինչ է, քան պոզիտիվ բարոյականություն։ Այսինքն մարդիկ դա հարգում են, որովհետև դա բարոյական նորմ է եւ ոչ իրավական։ Բայց եթե մենք իրականում տեսնենք միջազգային իրավունքի կիրառման դեպքերը, հաշվարկենք այն դեպքերը, երբ միջազգային իրավունքը կիրառվում է, դա անհամեմատ ավելի մեծ թիվ կկազմի, քան թե այն դեպքերը, երբ միջազգային իրավունքը խախտվում է։ Հետևաբար այս տեսանկյունից միջազգային իրավունքը ունի բավարար կշիռ եւ դերակատարություն։ Խնդիրն այն է, սակայն, որ միջազգային իրավունքը մշտապես գտնվում է կրիզիսային վիճակում։ Եվ այս կրիզիսային վիճակում, այսինքն արկա խնդիրներն են, որ մեր մոտ հարց են առաջացում լեգիտիմ, թե արդյոք միջազգային իրավունքը բավարար չափով պաշտպանում է, թե ոչ։ Բայց դա իհարկե կլասիկ մտածողություն է միջազգային իրավունքի։ Եթե մենք միջազգային իրավունքը սահմանենք ոչ կլասիկ, այսինքն ոչ պետականակենտրոն մոտեցման տեսանկյունից, ապա կտեսնենք, որ միջազգային իրավունքը ոչ այլ ինչ է, քան թե լեզու, որով պետությունները եւ ոչ միայն պետությունները իրենց փաստարկներն են բերում միջազգային հանրություն։ Եվ այդ տեսանկյունից միջազգային իրավունքը կարող ենք դիտարկել որպես մի process, որոշումների ընդունման մի process, որի ժամանակ այն կարող է օգտագործվել եւ պետության շահերը սպասարկելու համար, եւ նաեւ համամարտկային արժեքները սպասարկելու համար։ Օրինակ, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Այն մենք կարող ենք համարել որպես մեր իղձերի երազանքների միջազգային իրավունքով սանկցավորում։ Սակայն միևնույն ժամանակ շատ ու շատ գաղութացված պետություններ այն համարում են եվրոպակենտրոն մտածողության արգասիկ։ Հետևաբար այդ համատեքստում միջազգային իրավունքը այդ խումբ երկրները համարում են որպես ի հակադրում իրենց շահերի։ Իսկ եթե վերցնենք այլ տեսանկյունից, նա ուղղակի արտացոլում է մեր իղձերն ու երազանքները։ Հետևաբար եթե ավելի լայն մեկնաբանություն տանք, ապա միջազգային իրավունքը լեզու է, որով ուղղակի պետությունները հաղորդակցվում են մեկը մյուսի հետ։ Եվ արդյոք կարող ենք ասել, որ միջազգային իրավունքը կարող է տարբեր պետությունների հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան իրենց խնդիրները, ունեցած խնդիրները ինչ-որ ձևով խնդիրների համար լուծումներ գտնել միջազգային հարթակներում եւ պաշտպանելու խաղաղ բնակչությանը հակամարտությունների ժամանակ եւ նրանց իրավունքները եւ նաեւ տարբեր լուծումներ գտնելու։ Տեսեք, սա շատ հետաքրքիր հարց է նախ առաջին միջազգային իրավաբանների համար։ 1977 թվականին անգլիացի մի հայտնի իրավաբան Օսկար Շակտերը մի հոդված հրապարակեց, որ բոլոր միջազգային իրավաբանները կազմում են մեկ ընդհանուր ընտանիք, որտեղ իրենք հաղորդակցվում են միմյանց հետ։ Այդ տեսանկյունից այո, միջազգային իրավունքը կարող է ծառայել որպես նմանատիպ գործիք, բայց նմանատիպ մոտեցման խնդիրն այն է, որ բոլորը չէ, որ ներգրաված են այդ process-ի մեջ։ Հետևաբար կան տարբեր ընտանիքներ միջազգային իրավունքի, որտեղ իրավաբանները փոխարկում են իրենց կարծիքները որոշակի հարցերի վերաբերյալ եւ փորձում են գտնել լուծումներ։ Օրինակ, պատմական տեսանկյունից եթե մենք վերցնենք, հայ իրավաբանները միջև վերջերս, իհարկե հիմա երիտասարդներն ավելի շատ կապեր ունեն եվրոպական համայնքի հետ, միջազգային իրավունքը պատկերացնում են ռուսակենտրոն գիտական հանրությունը, այնտեղ են տպագրվում, այսինքն միջազգային իրավունքը ասոցացվում է ռուսական գրականության հետ։ Այսինքն այդ տեսանկյունից նրանք չէին համարվում Օսկար Շակտերի կլասիֆիկացիայի մաս։ Հետևաբար այո, հնարավոր է միջազգային իրավունքը օգտագործել քո շահերը
առաջնային համար, բայց առաջնային խնդիրը կայանում է նրանում, որ պետք է այնպես անել, որպեսզի դառնալ մի մեծ ընտանիքի մաս, որպեսզի քո ձայնը լսելի դառնա այդ մեծ ընտանիքի մեջ։ Ձեր հետազոտությունները իհարկե բավականին հետաքրքիր են, երբ ես ուսումնասիրում էի, բայց հետաքրքիր է այն ամենը, ինչ դուք գրում եք եւ հանձնում եք թղթին կամ համակարգչին, արդյոք դրանք հետագայում նաեւ ինչ որ ազդեցություն են ունենում տարբեր որոշումների կայացման համար եւ ինչ որ գործնական կիրառություն կարող են ունենալ ապագայում։ Իհարկե, նախ մենք միջազգային իրավաբաններս տարբեր ասոցիացիաներ ունենք, որտեղ հաղորդակցումը որոշումներ կայացնողների հետ միշտ կատարվում է։ Կա European Society of International Law կամ Եվրոպական համայնքը միջազգային իրավունքի, կա ամերիկյան համայնքը միջազգային իրավունքի, American Society of International Law եւ նմանատիպ տարբեր ասոցիացիաներ։ Օրինակ, ես նաեւ անդամ եմ հանդիսանում Հարվարդի համալսարանում գտնվող միջազգային քաղաքական մտքի ասոցիացիային, որտեղ վերջերս մենք ունեցանք Վաշինգտոնում կոնֆերանս, որի ժամանակ նաև կային մարդիկ, ովքեր որոշումներ կայացնող էին, այսինքն անմիջական կապը կա եւ անմիջական քննարկումները միշտ ընթանում են։ Օրինակ մեր եվրոպական համայնքի միջազգային իրավունքի եվրոպական համայնքի հանդիպումների մասնակցում են մարդինօգնությունների եվրոպական դատարանի դատավորներ կամ կառավարության ներկայացուցիչներ տարբեր երկրների։ Իհարկե էլ այստեղ խնդիրը ներկայացուցչության խնդիրն է, որ այս տարածաշրջանից, հետխորհրդային տարածքից, Հարավային Կովկասից, Արևելյան Եվրոպայից ավելի քիչ մասնակցություն կա եւ ավելի քիչ կապ կա որոշումներ կայացնողների եւ միջազգային իրավաբանների, միջազգային իրավաբան գիտնականների միջև։ Ինչի է դա կապված։ Նախ առաջինը արդյոք մենք այս տարածաշրջանում նույն ընկալումներն ունենք միջազգային իրավունքի թե ոչ։ Խնդիրը կայանում է նրանում, որ միջազգային իրավունքը Եվրոպա կենտրոն գիտական կարգ է, այսինքն ինքը ձևավորվել է եվրոպական պատմության շրջանակներում։ Պատահական չէ, որ նախկինում այն կոչել են Ius Publicum Europaeum, այսինքն Եվրոպայի հանրային իրավունք, եւ որը հետագայում դարձել է միջազգային իրավունք, ընդհանուր նաեւ գաղութացումը դարձել է միջազգային իրավունքի տարածման գործիք, այսինքն տարածվել է եւ միջազգային իրավունքը դարձել է գաղութատիրոջ եւ գաղութացված ազգի միջև հարաբերությունների գործիք։ Այդ տեսանկյունից մենք, քանի որ ընդամենը 1991 թվականին ենք միացել այս միջազգային իրավական հանրությանը, մեր կապ միջազգային իրավական հանրության հետ ավելի թույլ է ի համեմատում եվրոպական երկրների եւ առասարակարամտյան աշխարհի։ Ներկայիս աշխարհում կան մարդիկ, ովքեր իրենց հավատը, այսպես ասած, կորցրել են միջազգային իրավունքի կիրառման, արդյունավետ կիրառման նկատմամբ։ Ինչ եք կարծում, տարիների ընթացքում արդյոք փոխվել են ընկալումները միջազգային իրավունքի կիրառման վերաբերյալ կամ մոտեցումները միգուցե տարբեր միջազգային կառույցների կողմից ինչ որ խնդիրների լուծման հետ կապված։ Միջազգային իրավունքը իր պատմական զարգացման մեջ ավելի քան զարգացել է 1991 թվականից հետո։ Մենք գիտենք, որ գիտական շրջանակներում հայտնի է այդ պնդումը, որ Ֆրանսիս Ֆուկույաման, Ստենֆորդի պրոֆեսորը, հայտարարեց, որ սա պատմության ավարտն է։ Այսինքն լիբերալ աշխարհակարգը հաղթեց սոցիալիստական աշխարհակարգին եւ եկան նոր ինստիտուտներ, որոնք պետք է դա գլոբալիզացնեին, այսինքն համաշխարհայնացնեին իդեաները, ապելաձևերը եւ այդ տեսանկյունից բազմաթիվ ինստիտուտներ ստեղծվեցին։ Միջազգային իրավունքը այդ տեսանկյունից շատ ֆունկցիոնալ է, որովհետեւ միջազգային իրավունքը ոչ միայն կարգավորում է օրինակ Գազայի խնդիրը կամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խնդիրը կամ տարբեր սահմանային վեճեր, այն նաեւ կարգավորում է տարբեր տնտեսական հարցեր, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ այս տեսանկյունից մենք տեսնում ենք, որ այն բավականաչափ դեռևս շարունակում է մնալ կիրառվող գործիք պետությունների կողմից իրենց շահերը առաջ տանելու համար։ Հետևաբար այս տեսանկյունից ես կարծում եմ, որ այո, մենք գտնում ենք խորը ճգնաժամի մեջ եւ այդ ճգնաժամը պետք է հաղթահարել, բայց ճգնաժամի հաղթահարման հիմնական խոչընդոտը դա կեղծ համաշխարհայնացման ընկալումներն են։ Այսինքն միջազգային իրավունքը տարբեր է տարբեր տեղերում։ Եթե այս կողմից նայենք հարցին, ապա կհասկանանք, որ միջազգային իրավունքի կիրառումը նույնպես տարբեր է տարբեր տեղերում եւ դա բխում է տվյալ տեղի
կան զարգացման այսպես ասած արդյունքներից։ Ինչ է կարծում այն երկրների մասին, ովքեր բազմիցս խախտում են միջազգային իրավունքի տարբեր նորմեր։ Օրինակ, մենք տեսանք, որ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ պարզապես չի հետևել օրինակ Արդարադատության միջազգային դատարանի տարբեր որոշումներին, որոնք կապված էին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, նաև Հայաստանի հետ կապված տարբեր որոշումներ, տարբեր միջազգային ատյաններում։ Այս մասին ինչ կարծիք ունեք։ Նորից իհարկե միջազգային իրավունքը ի տարբերություն ներպետական իրավունքի չունի այն կառուցակարգերը, որպեսզի կիրառվի, այսինքն պարտադրվի միջազգային իրավունքի կիրառումը։ Բայց նույն Ադրբեջանի Հանրապետությունը, օրինակ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացած ագրեսիայի ժամանակ դեռևս շարունակել է օգտագործել միջազգային իրավունքի լեզուն, այսինքն տպագրվել են հոդվածներ, թե ինչ միջոցով է Ադրբեջանի Հանրապետությունը պահպանել իր իրավունքը իրականացնելու ռազմական գործողություններ, այսինքն եւ դա քննարկվել է։ Այսինքն մի կողմից տեսնում ենք այո, որ պետությունները կարող են կիրառել միջազգային իրավունքը, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ նույն պետությունները միջազգային իրավունքը շարունակում են օգտագործել որպես լեզու, այսինքն որպես համոզման միջոց, որպեսզի հասնեն իրենց ճայրին։ Հետևաբար հակառակ process-ը նույնպես կարելի է դիտարկել, որ որոշակի հարցեր միջազգային իրավունքը նաև զսպաշապիկ է շատ երկրների համար, որովհետև ամբողջ հարցը կան նրանում, որ մենք չգիտենք ինչպիսին կլիներ աշխարհը, եթե չլիներ միջազգային իրավունքը։ Պարոն Սիմոնյան, ձեր հետազոտությունները հետաքրքիր է, որքանով են կապված Հայաստանի հետ, հայկական իրականության հետ, եւ նաեւ գիտեմ, որ Հայաստան եք այցելել բանախոսություն ունենալու Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, որքանով են նաեւ ձեր հետազոտությունները կապված ցեղասպանության հետ։ Ես ավելի շատ համարվում եմ քննադատական միջազգային իրավունքի մասնագետ, հետևաբար ուսումնասիրում եմ ամեն ինչ միջազգային իրավունքում, բայց առավելապես իմ հետաքրքրությունների շրջանակը միջազգային իրավունքի պատմությունը եւ թեորիան է։ Իմ նոր ապագայում լույս տեսնող գիրքը, որը տպագրելու եմ Routledge հրատարակման հետ, կոչվում է ռեգիոնալ միջազգային իրավունքը Եվրասիայում եւ Ռուսաստանում, այսինքն ինչպես է ռեգիոնալ միջազգային իրավունքը զարգացել այս տարածաշրջանում, հետևաբար քննարկում է ԵԱՏՄ հարցեր, քննարկում են ՀԱՊԿ-ի հարցեր, այդ մասով առաջնային հետազոտությունս իհարկե կապ ունի, պատմագիտական առումով նույնպես, որովհետև օրինակ մեզ քչերից է հայտնի, որ միջազգային իրավունքի պատմության մեջ կա շատ մի հետաքրքիր դրվագ, որը վերաբերվում է հայ-բյուզանդական հարաբերություններին, որի արդյունքում ձևավորվել է մի ռեգիոնալ կարգ, որը մեծ հետք է թողել միջազգային իրավունքի զարգացման վրա։ Եվ դա մենք ծանոթանում ենք ռուս միջազգային իրավունքի պատմաբան Բարոն Տաուբի աշխատություններում։ Իսկ իմ նոր հետազոտությունը, որի համար ես ստացել եմ գերմանական հետազոտական ֆոնդի ֆինանսավորումը, կոչվում է հետազոտելով ծայրամասային միջազգային իրավունքի պատմությունները Հայաստանի օրինակը, որի ընթացքում ես ուսումնասիրելու եմ, թե ինչպես է Հայաստանի պատմագիտության մեջ սկսած 1918 թվականից ձևավորվել միջազգային իրավունքի կոնցեպտը եւ ինչպես են զարգացել սուվերենության, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ նմանատիպ այլ կարևոր կոնցեպտներ։ Հետևաբար նոր թեման առավելապես Հայաստանի մասին է։ Բավականին բարդ են հնչում թեմաները, բայց փորձելով հասկանալ արդեն դրանց կիրառությունը, հետագա կիրառությունը, որքանով եք նաեւ շփումներ ունենալու Հայաստանում գործող, օրինակ միջազգային իրավունքի մասնագետների հետ, նաեւ նրանց հետ քննարկելու կամ նրանց շրջանում տարածելու այս հետազոտությունները։ Իհարկե կապը պետք է լինի եւ հիմա էլ որոշակի կապ արդեն ձևավորվել է բանախոսություններով հանդես եմ գալու Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, միջ սա մի փոքր դասախոսություն եմ կարդացել Երևանի պետական համալսարանում, միջ այդ տարիներ առաջ ֆրանսիական համալսարանում եմ մի քանի դասախոսություններ կարդացել եւ այդ առումով կապը իհարկե ավելի պետք է խորացնել։ Հիմա աշխատում ենք մեկ ծրագրի վրա, որպեսզի կարողանանք գերմանացի եւ հայ իրավաբան ուսանողների միջև փոխանակման ծրագիր լինի, հուսանք դա նույնպես կստացվի։ Ինչ վերաբերվում է այլ կառույցների, իհարկե կարևոր են դրանք արխիվի հետ պետք է աշխատել, ոչ միայն այստեղ, նաև Վրաստանում, որովհետև շատ արխիվային նյութեր են տեղի, հետևաբար դա կարևոր
կետ է, որովհետև մտքերի փոխանակման միջոցով է, որ գիտնականը նաև սովորում է։ Դուք երկար տարիներ արդեն Հայաստանից հեռու եք բնակվում Գերմանիայում, ինչպես գիտեմ, եւ ինչ եք կարծում, ընդհանուր առմամբ Սփյուռքում ապրող եւ այս ոլորտի եւ տարբեր ոլորտների մասնագետները ինչպես կարող են իրենց փորձը ներդնել Հայաստանում, նաև կապը պահպանել եւ կապ ձևավորել նաև հայաստանյան մասնագետների հետ եւ ինչ որ չափով նաև իրենց հետազոտությունների թեմաները փորձեն ավելի կենտրոնացնել հենց հայաստանյան ներկայիս իրականության շուրջ։ Ես մտածում եմ, որ առավել քան կարևոր է ոչ թե կենտրոնացնել հետազոտական հետաքրքրությունները Հայաստանի շուրջ, այլ ավելի լայն մտածողություն ունենալ, որովհետև օրինակ սահմանների հարցը, որը այսօր շատ կարևոր հարց է Հայաստանի Հանրապետությունում եւ այն սկզբունքները, որի միջոցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օրինակ պետք է կատարվի սահմանազատում, դա գալիս է մի հին հռոմեական սկզբունքից, որի ծագումնաբանությամբ հասնում է դեպի Լատինական Ամերիկա, այսինքն առաջին անգամ կիրառվել է այնտեղ։ Հիմա առավել քան կարևոր է իմանալ լատինամերիկյան փորձը եւ հետո նաեւ աֆրիկյան փորձը եւ նաեւ ասիական փորձը, որպեսզի դա կիրառվի։ Հետեւաբար առավել քան կարևոր է ոչ միայն այստեղ գտնվող մասնագետների, այլ նաեւ Սփյուռքում գտնվող մասնագետների համար միայն չկենտրոնանալ հայաստանյան լուծումների վրա, այլ կենտրոնանալ միջազգային իրավունքի ընդհանուր զարգացման եւ միջազգային իրավունքի վրա ընդհանուր ազդեցություն ունենալու վրա, որովհետեւ միայն ընդհանուր ազդեցության շնորհիվ է, որ հնարավոր է քոշարը ձևակերպել հստակ։ Այլապես խնդիրը կկայանա միշտ նրանում, որ դուք օգտագործես ուրիշների կողմից ստեղծված կոնցեպտները եւ սկզբունքները, եւ դա այո հնարավոր է եւ մեր հասարակության մոտ բերի այն մտածմունքին, որ միջազգային իրավունքը կիրառելի չէ, այնինչ մենք չենք մասնակցել դրա ձևավորմանը, եթե չենք ունեցել մեր նշանակալի ազդեցությունը կոնցեպտների եւ սկզբունքների ձևավորման վրա։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար եւ հաջողություն եմ մաղթում ձեր հետագա աշխատանքում։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ես զրուցում եի Ռեգենսբուրգի Լայբնիցի անվան արևելյան եւ հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Արթուր Սիմոնյանի հետ։ Կհանդիպենք։